Ոտքի։ Հարցից կարող եք նստել։ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի նշանակված դատական նիստը հայտարարումը բացված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերիամ Բարսումյանի, Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի տրամբած դատական նիստում շարունակում է Սուրեն Անտոնյանի վերաբերյալ գործով քննությունը։ Նիստերի քարտուղարին խնդրում եմ զեկուցել, ովքեր են ներկայացել դատական նիստը։ Դատական նիստին ներկայացել են Արտադրության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, խորհրդական Ներսե Զեյնալյանը, ինչպես նաև դատական նիստին ներկայացել են Սուրեն Անտոնյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը։ Շատ լավ։ Խորհուրդը այսպեսով արձանագրում է, որ նախորդ դատական նիստում քննությունը հետաձգվել էր, որպեսզի Սուրեն Անտոնյանը կամ ներկայացուցիչը հնարավորություն ունենան փաստաթղթեր ստանալու եւ իրենց դիրքորոշումը ամբողջապես ներկայացնելու համար, ընդ որում քննությունը նաև հետաձգվել է նախարարության կողմից փաստաթղթեր նաև պետք է տրամադրվեր, պայմանավորվածություն նախնական համենայն դեպս կողմերի միջև ձեռք բերվեց, որ նախարարության կողմից կտրամադրվի, նախ ճշտենք նախարարության կողմից փաստաթղթեր տրամադրելու հարցը իր ձևով լուծվել, արդյոք լուծվել է թե չի լուծվել, հետո նոր կանդրադառնանք արդեն խորհրդից պահանջված փաստաթղթերին եւ նաև նոր միջնորդություն կա, որին արդեն խորհուրդը կանդրադառնա, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, ինչպես երաշխավորել էինք, նիստից 5 օր հետո հոկտեմբերի 8-ին նախարարության կողմից տրամադրվել են հարցված տվյալները։ Մեր մոտից հոկտեմբերի 8-ին ելքագրվել է, վստահ ենք ստացել են։ Կճշտենք։ Ստացել եք, այդ մասով այդ հարցը լուծված է, խնդիր չի։ Դիրքորոշումը կներկայացնեմ։ Հա, շատ լավ, շնորհակալություն, որպեսզի ամբողջությամբ չընթերցեմ եւ չներկայացնեմ, դուք ինքներդ լավ գիտեք, ինչ դիում եք ներկայացրել դեպարտամենտ, ինչ փաստաթղթեր եք ուզել, ինչ պատասխաններ եք ստացել, ընդամենը արձանագրման համար խորհուրդը ներկայացնում է, որ դուք ներկայացրել եք փաստաթղթեր եք ուզել, նաև ցանկացել եք գործի նյութերին ծանոթանալ, ձեր մյուս ներկայացուցիչը պարոն Անտոնյան ներկայացել է կարծեք թե գործի նյութերին ամբողջությամբ ծանոթացել է եւ ձեր կողմից նախորդ նիստում քննարկման արդյունքում որ որոշվեց դիմում կներկայացնեք եւ կստանաք ձեզ համար անհրաժեշտ փաստաթղթերը ըստ ձեզ ինչը որ ձեզ պետք է ձեր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար ձեզ պատասխան է ներկայացվել որ կարող եք ներկայանալ փաստաթղթերը գտնվում են դատական դեպարտամենտում ուսումնասիրել եւ ձեզ համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալ Սա նախապատմությունը, այսինքն ձեր դիմումին միջնորդությանը պատասխանը ներկայացվել է եւ ձեր իրավունքները այդ տեսանկյունից ամբողջությամբ ապահովված են։ Այնուհետև արձանագրում է, որ 15/10/2025 թվականին ներկայացրել եք միջնորդություն, ինչը հիմա կքննարկենք, կհասկանանք ինչու նախնդիրը նախորդ դատական նիստում մեր քննարկման արդյունքներով ձեր կողմից չիրականացված գործողությունները ինչով է պայմանավորված եւ այսօրվա միջնորդությունը ինչով է պայմանավորված միջնորդությունը վերջնամասը ընդամենը ես ներկայացնեմ դատական դեպարտամենտից խորհրդին ներկայացված դիմում դատական դեպարտամենտից պահանջել եւ ստանալ վճռաբեկ դատանի 2006 եւ 2007 թվականների դատական պրակտիկայի ամփոփման նյութերը նախարարության արգել ներկայացուցիչներ ցանկանում եք ծանոթանալ միջնորդությանը մի քանի էջից բաղկացած ընդմիջում էլ չենք հայտարարում ընդամենը տրամադրենք արագ աչքի տակ անցկացրեք որպեսզի հետո քննարկման ժամանակ պատրաստ լինեք խնդրում Այո հարգելի խորհուրդ շնորհակալ Մասնավորապես մինչև կծանոթանաք ես ընդամենը արձանագրման համար նախորդիումը վերաբերել է որը ներկայացվել է 06/10/2025 թվականին խնդրամասը հետևյալն է տրամադրել դատական պրակտիկայի ամփոփման նյութերը եւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշումների օրինակները փակագծերում թե բողոքը վերադարձնելու եւ թե հետագայում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումներ դրանք ուղարկելով էլեկտրոնային փոստի հասցեին Երկրորդ կետով նման ուսումնասիրություն կատարված չլինելու դեպքում խնդրում եմ կատարել այն ներկայացնելով դատական պրակտիկա ամփոփման նյութերը եւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշումների օրինակները
Մասնապես խոսքը գնում է վճարվեք դատանի 2006-7 թվականին կայացած որոշումների մասին, ինչին ի պատասխան 2025 թվականի հոկտեմբերի 9-ին դատական դեպարտամենտից պատասխան է ներկայացվել Էմիլ Ամիրխանյանին, ով հանդիսանում է Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչը, ի պատասխան ներկայացված դիմումի դե գործի նյութերին ծանոթանալու մասը ասեցինք, արդեն արձանագրեցինք, որ այդ հարցը լուծված է, ի պատասխան ներկայացվել է, որ 2006-7 թվականների մինչև ապրիլ ամիսը, որովհետև նախորդ դատական նիստում քննարկման առարկա էր նաև մինչև ապրիլ ամիսը, ամենայն դեպս դուք եք այդպես որոշակի շեշտադրում արել, ձեր արձագանքին հեսա կպատասխանեմ, ոնց որ թե սենց եք անում, հեսա կպատասխանեմ ձեր արձագանքին։ 2007 թվականի ապրիլ ամիս քաղաքացիական գործերով կայացված որոշումները թվով 68 խտապանակ գտնվում են դեպարտամենտի վարչական շենքում եւ յուրաքանչյուր օր ժամը 9-ից 18-ը բացառությամբ իհարկե ընդմիջումա ժամերի ձեզ առաջարկվել է ներկայանալ, ծանոթանալ եւ ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ։ Հիմա սպասենք նախարարության ներկայացուցիչները ծանոթանան ու շարունակենք։ Ինչ վերաբերում է ձեր արձագանքին, իհարկե հեսա որ այս միջնորդության քննարկումը լինի կկարողանաք նաև ձեր կարծիքը հայտնել դիրքորոշում, ինչ վերաբերում է ձեր արձագանքին անհամաձայնություն չէ, կարծեք թե այդ իմ խոսքին անհամաձայնություն հայտնեցիք։ Ագին նախորդ նիստով մենք պնդել ենք եւ խորհրդի ներկայացված միջնորդությամբ խնդրել ենք տրամադրել 6 եւ 7 թվականների ուրեմն դատական պրակտիկայի վերաբերյալ Շատ լավ, իսկ դուք հիշում եք, որ հղում եք արել ձեր միջնորդությամբ ամենայն դեպս այն որոշմանը, որով որ Սուրեն Անտոնյան լիազորությունները դադարեցվել է, հղում արել եք, չէ՞։ Այո, հղում արվել։ Իսկ այնտեղ ինչա գրված։ Այնտեղ գրված է մինչև ապրիլ ամիսը, բայց շատ լավ, շնորհակալություն, հետո մնացածը քննարկման շնորհակալություն։ Ծանոթացաք։ Խնդրեմ, փոխանցեք։ Շատ լավ, հիմա երևի դուք պարոն Ամիրխանյան, այսինքն դուք որոշեք ով է ներկայացնում։ Իհարկե նախորդ նիստում ինչպես որ արձանագրվեց որոշակի քննարկվել է այս հարցը եւ լուծում տալու ուղղված նաեւ գործողություններ են իրականացվել, այժմ ներկայացրեք հասկանանք ինչ միջնորդության մասին է խոսքը եւ ինչն է խոչընդոտները եւ հիմա ինչ եք ուզում եւ ինչ եք ուզում, որը չեք կարողացել ստանալ համենայն դեպս այլ անձանց կամ այլ սուբյեկտների կամ կազմակերպության պատճառով, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, ինչպես նշվեց, նախորդ դատական նիստը հետաձգվել էր այն պատճառաբանությամբ, որպեսզի ըստ էության հնարավորություն ընձեռնի մեզ ստանալ, դիմել դատական դեպարտամենտ եւ ստանալ դատական պրակտիկայի ամփոփման ուրեմն նյութերը։ Համապատասխան դիմում, ինչպես խորհուրդը քիչ առաջ ընթերցեց, ներկայացվել է դատական դեպարտամենտ, ավելին, ոչ միայն խնդրվել է ուրեմն տրամադրել համապատասխան նյութերը, որոնց անդրադարձ է կատարել բարձրագույն դատական խորհուրդը իր ուրեմն որոշմամբ 2023 թվականի հունվարի, այլ նաև հայցվել է, որպեսզի եթե համապատասխան նյութեր ինչ պատճառներով չեն պահպանվել, ապա համապատասխան ուսումնասիրություն նորից իրականացվի։ Ստացել ենք պատասխան, որի բովանդակությունը հետևյալն է, որ վճարեք դատանի 2006-ից 7 թվականի ապրիլ ամիսը կայացած որոշումները արխիվային փաստաթղթերի պահպանման բաժնից բերվել են դատական դեպարտամենտի վարչական շենք։ Եվ տեղեկացնում որ դրանց կարող ենք ծանոթանալ ուրեմն համապատասխան վարչական շենքում։ Գտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախ դատական դեպարտամենտի պարտականությունն է իրականացնել դատական պրակտիկայի վերլուծություն եւ ամփոփում եւ վերջինս իրավասու չէ ուրեմն այդ գործառույթը պատվիրակել դատավարության կողմին։ Իսկ դատավարության կողմը բնականաբար ոչ միայն պարտավոր չի, այլ նաև հնարավորություն չունի իրականացնելու դատական պրակտիկայի ամփոփում պետական մարմնի գործառույթ։ Այսինքն ստացվում է, որ ըստ էության 2003 թվականի հունվարի որոշման բարձրագույն դատական խորհուրդը հանդես գալով որպես դատարան եւ ունենալով գործի փաստերը բարձելու պարտականություն իր որոշման մեջ արձանագրել է, որ այդ պարտականությունը իրացրել է, ուսումնասիրություն է կատարել դատական պրակտիկայի եւ մեր խնդրանքներ, մեր պահանջներ տրամադրել այդ ուսումնասիրության արդյունքները։ Մինչդեռ ըստ էության ստացվում է մեր դիմումը մերժվել է, ասելով, որ եկեք ինքներդ
ծանոթացեք որոշումներին 68 թղթապանակներին 68 թղթապանակներին ծանոթանալը դա դատական պրակտիկայի ամփոփման նյութերը չեն եւ հետեւաբար գտնում ենք որ ըստ էության առանց հիմնավորման մերժվել է մեր դիմումը մեր խնդրանքն է տրամադրել ուրեմն Վարչագույն դատական խորհրդի նախկինում իրականացված ուրեմն ուսումնասիրության արդյունքները ուսումնասիրության նյութերը հետեւաբար քանի որ չեն տրամադրվել առանց հիմնավորման մերժվել են խնդրում ենք խորհրդին որպեսզի առաջնորդվելով դատական օրենսգիր ծանոթական օրենքի 151-րդ հոդվածով Վարչական դատավորության օրենսգրքի 5-րդ եւ 28-րդ հոդվածով դատական դեպարտամենտից պահանջել եւ ստանալ համապատասխան դատական պրակտիկայի ամփոփման նյութերը այսքան Նախորդ ձեր դիմումով պարոն Ամիրխանյան ինչ եք խնդրել տրամադրել դատական պրակտիկայի ամփոփման նյութերը եւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշումների օրինակները Ճիշտ է ճիշտ է Հետո երկրորդ կետով նման ուսումնասիրություն այլընտրանք էլի որպես ենթադրվում նման ուսումնասիրություն կատարված չլինելու դեպքում խնդրում եմ կատարել այն եւ ներկայացնել Հիմա ձեր նախորդ դիմումով առաջին կետի պահանջ բավարարված է թե չէ ձեզ Ոչ այլխորհուրդ Ձեզ չի տրամադրվել օրինակները Ոչ Պատասխան գրությունը կարող եմ ներկայացնել, որով առաջարկվում է գալ եւ բոլոր հատորներին, հետևականների, գործերի ծանոթանալ։ Շատ լավ։ Հիմա ձեր խնդիրը գալ ծանոթանալու դժվարության մեջ է, թե այդ փաստաթղթերը ուզում եք ստանալ։ Միգուցե դուք ուզում եք ստանալ, դիմում ներկայացրեք սահմանված օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց պատճենները ձեզ տրամադրվի։ Թե մենք իրար սխալ ենք հասկանում։ Հարգելի խորհուրդ, ներողություն։ Հա, քննարկեք։ Հարգելի խորհուրդ, մեր կողմից հայցվել է տրամադրել դատական պրակտիկայի ամփոփման նյութերը, այսինքն ոչ թե հենց առհասարակ վճռաբեկ դատանի բոլոր որոշումները մեզ տրամադրեք կամ հնարավորություն ընձեռեք ծանոթանալ բոլոր որոշումներին մենք դատական պրակտիկա ուրեմն ամփոփենք, այլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհուրդը նախկին որոշմամբ ասել է, որ ինքը ուսումնասիրել է Հետևաբար այդ ուսումնասիրության արդյունքները ամփոփման նյութերն ենք մենք ցանկանում դատական դեպարտամենտից ստանալ։ Չէ՞ որ դատական դեպարտամենտը որպես աշխատակազմ գործառույթն է իրականացնել դատական պրակտիկայի ամփոփում եւ վերլուծություն։ Հետևաբար եթե այդ գործառույթի իրականացման արդյունքում խորհրդին էլ ըստ էության տրամադրվել են երևի, այսինքն մենք որևէ կասկած չենք կարող հարուցել, որ տրամադրվել են, այսինքն որ չեն տրամադրվել, որովհետև խորհուրդը իր որոշմամբ արձանագրել է, որ նման ուսումնասիրություն կատարվել է, հետո եթե կատարվել է, մենք խնդրել ենք, որպեսզի նյութերը տրամադրել, եւ ոչ թե ընդհանրապես այդ տարիներին քանի որոշում է կայացել 68 հատոր։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ այն որոշումը, որը որ անընդհատ հիշատակում եք, այդ որոշումը վերացված է։ Բայց հիմա ես ընթերցում եմ ձեր խնդրամասը, ձեր դիմումի խնդրամասը ներկայացված հոկտեմբերի 6-ին, որ ասում եք մենք չենք ուզել։ Հիմա ձեր պնդմանի հակառակ ընթերցում եմ ձեր դիմումի խնդրամասը։ Տրամադրել դատական պրակտիկայի ամփոփման նյութերը եւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշումների օրինակները։ Հիմա քիչ առաջ խոսքս կրկնեմ։ Վճռաբեկ դատանի որոշումների օրինակները ձեզ տրամադրելու հետ կապված ինչ խնդիր ունեք։ Նա դատական պրակտիկայի ամփոփման նյութերը մի պահ տնենք մի կողմ։ Չի տրամադրվել ձեզ։ Ոչ, այլ խորհուրդ չի տրամադրվել։ Առաջարկվել է ներկայանաք ծանոթանաք այդ ամբողջ փաթեթին եւ ձեր ուզած որոշումները ամբողջ 2006-7 թվականների ամբողջ որոշումները ձեզ պետքա տրամադրվեին, ինչպես որ գրված է։ Եվ դուք ձեզ անհրաժեշտ որոշումները վերցնեք, որպեսզի կարողանաք հետո ձեր իրավունքը պաշտպանեք։ Ըստ ձեր դիմումի ձեզ պատասխանը ներկայացվել է, պարոն Ամիրխանյան։ Հարգելի խորհուրդ, նախ պատասխան։ Լավ, ասեք ինչ է նշանակում վճռաբեկ դատան համապատասխան որոշումների օրինակները տրամադրեք։ Ես դրան էլ ուզում եի պատասխանել։ Դա նշանակում է այն որոշումների օրինակները, որը պարզաբանված է, որը վճռաբեկ դատանը մեկ անգամ վերադարձրել է բողոքը առանց ժամկետ տրամադրելու
Դրանից հետո եւս մեկ բողոք է ներկայացել եւ այդ բողոքը վարույթ է ընդունվել։ Այդ որոշումների օրինակներն ենք մենք ցանկանում ստանալ։ Եվ դա շատ հստակ պարզաբանված է։ Ներողություն, երկրորդ անգամ ներկայացված բողոքի արդյունքում կայացված որոշումներով միայն, այսինքն երկու անգամ պետք է բողոք ներկայացված լինի, այդ մասերը մենակ դրանք եք ուզում։ Խորհուրդը դա է ուսումնասիրել եւ վեր է հանել նման որոշումներ։ Եվ բովանդակության մեջ մեր դիմումի հենց դա բացահայտված է։ Մենք չենք ցանկացել բոլոր որոշումները մեզ տրամադրեն վճռապետ դատարանը։ Մեզ դա պետք չէ։ Այսինքն հիմա դուք ուզում եք, որպեսզի դատական դեպարտամենտը, Բարձրագույն դատական խորհուրդը, ամլավ, որևէ մեկը, հա, ձեր պահանջը հետևյալն է, որ որևիցե ձևով այդ փաստաթղթերի մեջից նայի տեսնի, թե որն է մոտավորապես ձեր ուզածը, որովհետև ինչի եմ ասում մոտավորապես, որովհետև ի վերջո դուք գիտեք ինչը կարող է ձեզ ավելի անհրաժեշտ լինել։ Որն է ձեր ուզածը ու ձեզ տրամադրի։ Այդ եք ուզում։ Հարգելի խորհուրդ, որպեսզի այս մոտավորապես չլինի, ես իմ ասած, դրա համար ձեզ առաջարկվել է, որ ամբողջական նյութերը ձեզ տրամադրվի, որպեսզի կարողանաք գաք, ծանոթանաք, ինչ որ ուզում եք, վերցնեք, ձեր իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանեք։ Այդ պատասխանը այս նպատակն է հետապնդել, որպեսզի այնպես չստացվի, որ օրինակ ձեզ տրամադրվի պայմանական, հա, վերցնենք 10 որոշման օրինակ կամ 10 փաստաթուղթ, բողոք կամ որոշում եւ այլն, բայց դուք մտածեք, որ կարող է 11 կամ կարող է 9, այս մեկ ինչ են ավել տվել, օրինակ։ Սա այս նպատակն է հետապնդել, որպեսզի ձեր իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանվի։ Մենք այդ նպատակն ենք հետապնդել, թե եթե այդպես չեք ուզում, մնացածը շարունակենք հասկանալ։ Հարգելի խորհուրդ, մենք համաձայն չենք այն կարծիքին, որ դա մոտավորապես կլիներ, որովհետև նախ դիմումի մեջ հստակ նշվել է, թե կոնկրետ որ որոշումներն ենք մենք ուզում, մեկ անգամ վերադարձ, երկրորդ անգամ վարույթ ընդունում։ Այսինքն նույն գործով երկու բողոքի ներկայացում, որով մեկ անգամ վերադարձել է, մյուսը բողոք վարույթ է ընդունում եւ Բարձրագույն դատական խորհուրդը, որքանով էլ այդ որոշումը վերացված լինի, մենք իրավունք չունենք կասկածի տակ դնելու Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված փաստերը, որ վերջինս կատարել է ուսումնասիրություն եւ պարզել է, որ նման որոշումներ արկա են։ Այսինքն մենք ուզում ենք արդեն իսկ կատարված ուսումնասիրության նյութերը եւ համապատասխան որոշումները, այսինքն համապատասխանելով այդ ուսումնասիրության առարկայի մաս կազմող որոշումները եւ ոչ թե բոլոր որոշումները։ Այդ առաջի հիմքով մենք ասում ենք արդեն իսկ արվել է արգելի դեպարտամենտ։ Տրամադրեք մեզ, խնդրում եմ։ Դա է ընդհանրապես։ Եվ պարոն Ամիրխանյան, ես չեմ հասկանում, խնդիրը որն է։ Հիմա ձեզ տրամադրվում է ձեր ուզած փաստաթղթերը, հիմա էլ հրաժարվում եք դուք ինքներդ ծանոթանալ, ստանալ, ես այդ մասը չեմ կարողանում։ Հարգելի մեզ չի տրամադրվում, մեր ուզածը փառասկայի ամփոփման նյութերն են։ Մեր ուզածը նաև որոշումներն են, չէ՞։ Այդ թվում ձեր ուզածը որոշումներն են, պրակտիկայի ամփոփման հիմքում դրված որոշումներ, ոչ թե բոլոր դատարանների վճռաբեկ դատարանի 68 որովհետև գրված է, որ պրակտիկայի ամփոփել դատական դեպարտամենտի կողմից, որի արդյունքներով հրապարակվել է դատական պրակտիկայի ամփոփման արդյունքներով համապատասխան, չգիտեմ, եզրակացություն, ամփոփում, որևէ տեղ նման փաստ կա նշված։ Խորհրդի որոշման մեջ նշված է, որ կատարվել է ուսումնասիրություն։ Մենք ուրեմն կարծում ենք, քանի որ խորհրդի աշխատակազմը, որը իրավասու է պրակտիկայի ամփոփում իրականացնել եւ ուսումնասիրություն իրականացնել, դա հենց դատական դեպարտամենտն է, մենք բնականաբար հիմնավոր ուրեմն դիրքորոշում ունենք կամ կասկածում ենք, որ հենց դեպարտամենտն է իրականացրել։ Եթե չեն իրականացրել, թող պատասխանենք, մենք նման ամփոփման նյութեր չունենք։ Որևէ ամփոփում չենք իրականացրել, համեցեք բոլոր որոշումներին։ Շատ լավ, մի բան էլ ճշտեմ, հա։ Եթե օրինակ ձեզ պատասխանեն կամ նման պատասխան լինի, որ դատական պրակտիկա չի ամփոփվել, համենայն դեպս իմ հարցադրման ուղիղ պատասխան չնչեց այն տեսանկյունից, որ որտեղ է նշված, որ նման պրակտիկայի ամփոփում է իրականացվել դատական դեպարտամենտի կողմից, դա մեկ, երկրորդը, հիմա պայմանական, եթե դատական պրակտիկայի ամփոփում իրականացվել է այդ ձերս վերջին դիմում նշված Բարձրագույն դատական խորհրդի կամ օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան դա մի տարբերակ, երկրորդ տարբերակը, եթե նման դատական պրակտիկայի ամփոփում չի իրականացվել, ձեր կողմից նշված իրավական ընթացակարգերին համապատասխան, ես նկատի ունեմ, պարզա չէ՞ ձեզ։ Հիմա այդ պարագայում վճռաբեկ դատարանի
2006 թվականների որոշումներ էլ ձեզ պետք չի։ Ես չգիտեմ ընդհանրապես որն է, պարոն Անտոն։ Չէ, ես փուլում էլի նկատի ունեմ, չգիտեմ ընդհանրապես ինչ առումով եք հարցնում էլի, որ իմանամ ինչ պատասխան։ Մենք այդ հարցին կանդրադառնանք այս միջնորդության քննության արդյունքներով։ Մենք այս միջնորդությամբ եւ մինչ այդ դեպարտամենտից խնդրել ենք, որպեսզի տրամադրեն արդեն իսկ կատարված պրակտիկայի ամփոփման նյութերը։ Եթե, այսինքն, սրա վերաբերյալ եթե որոշում կայացվի, դրանից կախված արդեն կողմնորոշեք մեզ պետք են մյուսներ թե չէ, մեր համար կարևոր են այդ նյութերը։ Շատ լավ, ես հասկացա, պարոն Ամիրխանյան, խոսքը եւ որ ասում է, որ ըստ էության չի նշվել թե որտեղից եզրանգում, որ ամփոփում իրականացվել է, այդ վերացված 2023 թվականի հունվարի որոշումը։ Ձեր ասած ձևաչափով պրակտիկայի ամփոփման մասին է խոսքը։ Ես հստակ ներկայացնում եմ, թե ինչ ձևի պրակտիկայի ամփոփման մասին է խոսքը։ Ես խնդրում եմ այդ տեսանկյունից պատասխան։ Ոնց որ դուք եք էլի նշել այսինքն պրակտիկայի ամփոփում, որ իրականացվել է դեպարտամենտի կողմից, դա նկատի ունի։ Ձեր հոկտեմբերի 15-ի դիմումում նշված ձևաչափը։ Մեր հոկտեմբերի 15-ին դիմում նշված է այն ձևաչափը, որ 2023 թվականի խորհուրդը, որ իր որոշմամբ արձանագրել է, որ իրականացրել է ուսումնասիրություն բոլոր դատական ակտերի եւ վեր է հանել մի շարք որոշումներ, որոնցով վճռաբեկ դատանը առաջի բողոքը վերադարձել առանց ժամկետ տրամադրելու, երկրորդ բողոքը վարույթ է ընդունել։ Այսինքն մենք ունենք ուրեմն բավարար հիմք ենթադրելու, որ եթե խորհուրդը իրականացնում է ուսումնասիրություն, ապա դա իրականացնում է իր աշխատակազմի համապատասխան գործառույթ իրականացնող աշխատակազմի միջոցով։ Եվ հետևաբար աշխատակազմից պահանջել ենք եթե չեն իրականացրել աշխատակազմը, ապա թող ասեն, որ չեն իրականացրել։ Ես ձեզ հասկացա։ Մենք ձեզ հասկացանք։ Հիմա իմ այն հարցը, որը որ ես ուզում էի տալ, դուք ասում եք այս միջնորդության քննության արդյունքներով մենք այդ հարցին կանդրադառնանք, կորոշենք մեզ այդ որոշումները պետք են թե չէ։ Հիմա ուզում եմ նորից հստակ ընդգծենք, դուք արդեն ուզել եք այդ որոշումները։ Ես որ մի քիչ առաջ ասում էի, կարող է ձեզ անհրաժեշտ չի կամ հրաժարվում եք մոտավորապես այդ ձևով, դա ի նկատի ունի։ Հիմա դուք ասում եք մենք հասկանանք պրակտիկայի ամփոփման դեպարտամենտը պրակտիկա ամփոփելա թե չի ամփոփել, հետո նոր որոշենք մեզ որոշումները պետք են թե չէ, բայց դուք արդեն իսկ ներկայացրել եք որոշումները տրամադրելու վերաբերյալ դիմում։ Հարգելի խորհուրդ, երբ որ ես ասացի, որ հետո կորոշենք, թե որոշումները պետք են չէ, թե ոչ, այսինքն դեպարտամենտի պատասխանում նշված որոշումներ, ես նկատում եմ ընդհանրապես բոլոր թվականների բոլոր որոշումները։ Իսկ մեր կողմից պահանջող որոշումները ըստ էության վերաբերում են կոնկրետ խնդրող առարկային վերաբերող որոշումներին, որոնք ըստ էության պահանջվել է նաև ուրեմն դեպարտամենտից, որոնք չեն տրամադրվել։ Ու չեն էլ ասել, որ կան չկա, ասում են եկեք բոլոր որոշումները այդ թվականներին կայացված ուսումնասիրեք, Դե արդեն ես նշեցի, թե դա ինչ նպատակ է ըստ էության հետապնդել ձեր իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու, բայց եթե դուք մասնավորեցնում եք կոնկրետ այս դեպքերը, մենք դա դեռևս կքննարկենք։ Ձեր շնորհակալություն, արգելի խորհրդի անդամներ հարցեր ունեք։ Հա, խնդրեմ։ Ես մի քանի հարց ունեմ այդ միջնորդության հետ կապված։ Դուք ուզում եք փաստաթուղթ, թե ուզում եք փաստաթղթերի արդյունքում կատարված վերլուծություն։ Ես ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, հարգելի խորհրդի անդամներ, մենք կարող ենք նաև նախարարության ներկայացուցիչներին դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն տանք, հետո դուք ամբողջական հարցերը տաք կամ կարող ենք հիմա, որովհետև խնդիր չկա, երկու իրավիճակով էլ կարող ենք առաջնորդվել։ Ինչպես եք նպատակահարմար կտրում։ Դե արդեն տվել եմ, եթե ոնց նոր ճիշտ գտնեք։ Դուք լավ, դուք ոնց ուզեք այսպես ասեմ։ Քանի որ հարցը հնչել է, այս մասով պատասխանեք, հետո մեր նախարարության արգելի ներկայացուցիչների դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունը տանք, մենք ոնց որ ամփոփիչ մեր բոլոր հարցերը կտրամադրենք։ Մենք ուզել ենք եւ ուզում ենք փաստաթուղթ, որը պարունակում է փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կատարված վերլուծություն։ Շատ լավ, վերլուծություն։ Մյուս հարցերը մյուս հարցերը հետո։ Խնդրեմ նախարարի հարգելի ներկայացուցիչներ, ով ցեզանից Շնորհակալություն հարգելի խորհուրդ։ Եկեք հիշենք, թե Սուրեն Անտոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի
որոշման վերանայման հիմքը որն է եղել, դա եղել է դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, հիմքում ունենալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2025 թվականի հունվարի 23-ի վճիռը, վկայակոչված վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այդ վճռում փաստորեն խնդրու առարկան եղել է այն, որ միջնորդության քննության արդյունքում Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչի կողմից խորհրդի նախագահին ներկայացված ինքնաբացարկի ներողություն բացարկի միջնորդությունը խորհրդի կողմից մերժվել է, ինչը ՄԻԵԴ-ը խնդրահարույց է դիտարկել կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում եւ արձանագրել է, որ դիմումատուի կասկածները կապված նախագահող դատավորի անաչառության հետ օբյեկտիվորեն արդարացված էին եւ որ նրան չի տրամադրվել բավարար ընթացակարգային երաշխիքներ այս առումով։ Հիմա մեր հարգելի դատավարության կողմը ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացնում խորհրդին, որով պահանջում են 2006-ից 2007 թվականների դատական պրակտիկայի ուսումնասիրություն, դատական պրակտիկայի նյութեր եւ ըստ էության բարձրացնում են հարցի բովանդակային կողմը, որը ՄԻԵԴ վճռով քննարկման առարկա չի դարձել։ Իհարկե մենք ծանոթանալով միջնորդության տեսանք, որ ներկայացուցիչները անդրադարձ կատարում են ՄԻԵԴ-ի վճռի որոշակի պարբերությունների, որով այս կամ այն կերպ քննարկվում են հարցեր, թե արդյոք նախկինում վճռաբեկ դատարանը նման պրակտիկա ունեցել է թե ոչ, բայց վճռի ամբողջ մեխը եւ արձանագրված խախտումը եղել է այն, որ թույլ է տրվել ընթացակարգային խախտումներ կապված նախագահ դատավորի անաչառության հետ եւ ըստ այդմ նաեւ ինքնաբացարկի ներողություն բացարկի միջնորդության մերժման հետ։ Եւ հետեւաբար փաստորեն վկայակոչված վճռով խախտումը, ինչպես նշեցի, վերաբերում է խորհրդի նախագահի անաչառության հարցին եւ ՄԻԵԴ-ի կողմից չեն արձանագրվել միջնորդության բովանդակային քննության հետ կապված կամ բովանդակային հարցերի վերաբերյալ խնդիրներ եւ կարելի է սրանով որ հետեւություն անել, սա մեր դիրքորոշումն է, որ խորհուրդը նոր հանգամանքով այս հարցը վերանայելու ընթացքում պետք է պարզի, թե արդյոք քննարկվող դեպքով ՄԻԵԴ-ի վճռով բացահայտված խախտումը ինչ ազդեցություն կարող է ունենալ գործի ելքի վրա եւ ըստ այդմ էլ դրանով պայմանավորված որոշի արդյոք պետք է վերանայի իր նախկին որոշման եզրափակիչ մասի փոփոխելը կամ չփոփոխելը եւ ըստ այդմ մենք գտնում ենք որ հարգելի կողմի ներկայացրած միջնորդությունը որևէ կապ չունի այս հարցի հետ եւ միջնորդությունը ինքն աննպատակ է եւ մենք կարծում ենք եւ մեր դիրքորոշումը այն է որ դրանով կողմը փորձում է չարաշահում իր դատավարական իրավունքները եւ ըստ այդմ գտնում ենք որ միջնորդությունը ենթակա չէ քննարկման իսկ եթե ամեն դեպքում խորհուրդը գտնի որ պետք է շարունակի քննարկել այս միջնորդությունը ապա գտնում ենք որ այն պետք է մերժվի եւ նաեւ խնդրեմ իմ գործընկերս լրացնի իմ դիրքորոշումը ձեր թույլտվությամբ խնդրում Եվ ի վերջո հարգելի խորհուրդ եզրափակելով նաև գործընկերոջս ինչպես պարոն Ամիրխանյանի հարցերին նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանելիս առիթ ունեցա արձանագրելու մեր դիրքորոշումը այն որ նախկինում գուցե եւ եղել են նմանատիպ որոշումներ, այսինքն երբ վճռաբեկ դատարանը նախկինում վերադարձրել է վճռաբեկ բողոքը թերությունները վերացնելու ժամկետ չնշելով, որից հետո ներկայացվել է վճռաբեկ բողոք եւ վճռաբեկ դատարանը այն քննության է դարձրել, քննության առարկա է դարձրել, այն որ եթե ֆիքսենք տեսականորեն որ եղել են նման ակտեր, դա չի նշանակում, որ դա նույնպես խախտում չի եղել։ Այսինքն, եթե մեր դիրքորոշումը այն է, որ նշված արարքի քննարկող արարքի դեպքում ներկայումս առկա է խախտում, եւ կողմը ներկայումս ցանկանում է մեջբերել, որ գիտեք, նախկինում նմանատիպ արարքներ նույնպես տեղի են ունեցել, դա չի նշանակում, որ նմանատիպ այլ արարքները նույնպես խախտում չեն հանդիսացել։ Այլ է հարցը, որ պարզապես տարբեր դատավարական սահմանափակումների պատճառով լիազոր մարմինը այլևս չունի հնարավորություն անդրադառնալու այդ խախտման փաստերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ դիրքորոշման համար, խորհրդի հարգելի անդամներ, պարոն Թումանյան, դուք շարունակեք։
Դուք ասացիք, որ փաստաթղթերի արդյունքում ուզում եք փաստաթուղթ, որտեղ նշված լինի փաստաթղթերի արդյունքում կատարված վերլուծություն։ Ես ճիշտ հասկացա։ Այո։ Այ հետևյալ մի հարց է։ Արդյոք վերլուծությունը ապացույց է հանդիսանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապացույցի վերաբերյալ դիրքորոշումը, թե ինչ է նշանակում ապացույց, նաև պարոն Անտոնյանը բազմաթիվ որոշումներ ստորագրել է Վճռաբեկ դատարանի աշխատելու ժամանակ, թե ինչ է նշանակում ապացույց։ Արդյոք ապացույցի արդյունքում կազմված վերլուծությունը ապացույց է։ Այո, այդ փաստաթուղթը գործի լուսման համար, տվել հարցի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, տեղեկություններ է պարունակում, հետևաբար ունի ապացուցողական նշանակություն, հետևաբար նաև ապացույց է։ Պարոն Անտոնյան, դուք համաձայն եք դրա հետ։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ սա սովորական դատավարություն չի եւ կոնկրետ այս հարցի հետ կապված դա այո իրոք ապացույց է։ Այդ դեպքում մի հատ իրավիճակ։ Դուք Վճռաբեկ դատարանի դատավոր եք եղել երկար տարիների ժամանակ, ել չասեմ երկար տարիներ նաև այլ դատարանում դատավոր եք աշխատել։ Եթե որևէ մեկը Վճռաբեկ բողոք ներկայացներ ու ասեր, որ իմ ներկայացված խնդիրը վեճի առարկան կապված է Վճռաբեկ դատարանի կողմից կազմված մի շարք վերլուծություններով պայմանավորված, այսինքն դրանով պայմանավորված իր դիրքորոշումը կարող է ավելի լավ ներկայացնել։ Եվ օրինակ ասեր, որ դուք եք այդ պրակտիկան ձևավորել եւ խնդրում եմ դուք պահանջեք կամ տրամադրեք այդ պրակտիկան, որ ես ավելի լավ ներկայացնեմ իմ բողոքը։ Ինչ կանեք դուք։ Բավականին լավ հետաքրքիր հարց է, ձեզ կասեմ հետևյալը, որ ես նորից եմ ասում, սա սովորական դատավարություն չի։ Օրինակ, այս հակասությունների հետ կապված հարցերը վարչական դատավարությունում որոշակի գործերի քննության ժամանակ կարող են էական նշանակություն ունենալ, բայց այս դեպքում ոչ թե կողմը պետք է ներկայացներ դատական պրակտիկայի ամփոփում, այլ պետք է ներկայացներ կոնկրետ դատական ակտեր։ Մեր դեպքում խոսքը գնում է հետևյալի մասին։ Կարգապահական վարույթ հարուցելու, այսինքն միեդի կողմից արձանագրված խախտումը մի հատ էական կարևոր նշանակություն ունի, որը երևի միակ արդարացնող բանն է, որ այս վարույթ հարուցելու առիթը մնա։ Դա հետևյալն է. դատավորի վերաբերմունքը մարդու իրավունքներին վարքագծով։ Տվյալ դեպքում խնդիրը հետևյալն է. 2005 թվականից մինչև 2007 թվականի կեսերը Վճռաբեկ դատարանը նոր սահմանադրական առաքելությամբ հանդերձ ունեցել է որոշակի խնդիրներ գործող օրենքի առաջարկվող ձևակերպումների եւ սահմանադրական դատարանի կողմից արձանագրված իրավական դիրքորոշումների հետ կապված եւ դրա հետ կապված առաջացել են բավականին անորոշություններ։ Չմոռանանք, որ այդ ժամանակ իրավունքեր վերապահված կողմին դատական ակտը բողոքարկել 6 ամսվա ընթացքում։ Եղել են անհստակություններ նաև վարույթ ընդունելու եւ վարույթի ընդունումը մերժելու հետ, որովհետեւ մինչ այդ Վճռաբեկ դատարանը ուներ պրակտիկա եւ Վճռաբեկ բողոքները, եթե տեխնիկական պատճառներով չէին վերադարձվում, համարվում էին մեխանիկորեն վարույթ ընդունված, որից հետո ներմուծվեց վարույթ ընդունելու ինստիտուտը, բայց վարույթի հիմնավորումները կրկնում էին ըստ էության այն հիմքերը, որոնք գերագույն դատարանները, բարձրագույն դատական ատյանները ղեկավարվում էին։ Դրանից հետո սահմանադրական դատարանի հերթական դիրքորոշումներից հետո առավել կատարելագործվեցին դրանք եւ վերջնականապես մոտավորապես Վճռաբեկ դատարանը իր կարգավիճակով սկսեց հստակ աշխատել 2008 թվականից ըստ էության։ Չմոռանանք նաեւ, որ սահմանադրական դատարանը մի անգամ էլ անդրադարձավ բողոք բերելու հետ կապված հարցին,
որովհետև մենք Վճռաբեկ դատարանում երբ որ այս քաղաքականությունը ձևավորում ենք իրավական հստակության համար որոշել ենք մեկ անգամից ավել կողմի Վճռաբեկ բողոքը չքննարկել, բայց Սահմանադրական դատարանը շեշտադրում արեց, որ բողոքարկման ժամկետում կողմը կաշկանդված չի բողոք բերելու համար։ Եվ դա հենց այնպես չէր։ Դա ձևական չէր։ Վերջ, պարոն Արտունյան։ Եվ այս հարցին անդրադառնալու համար, որպեսզի պարզվի, որ սա դատավորի վերաբերմունքը չի եղել կոնկրետ գործով, որ ահա, այս մեկը վերադարձրեցինք կամ մերժեցինք, հետո մեկ էլ նորից բերեց ընդունեցինք։ Չմոռանանք, որ բողոքը բերել է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը իր հիմնավորումներով։ Շատ լավ, շնորհակալություն։ Էլի հարցում եք, վերջին հարցը։ Հարգելի խորհուրդ, թույլ տվեք լրացնեմ։ Որոշումը եւ պատասխանելով նաեւ խորհրդի անդամի հարցին, ինձ մոտ ճիշտ ասած տպավորություն ստեղծվեց հարցադրման բովանդակությունից, թե խորհրդի հարգարժան անդամը ծանոթ է այդ փաստաթղթի բովանդակությանը եւ իր համար, այսինքն նաեւ հարցադրումը այն փաստաթուղթ էլ կասեք։ Այդ վերլուծության, որ ասում է այնտեղ, որ ինչպես կարող է վերլուծությունը պարունակել հանդիսանալ որպես ապացույց, այսինքն հարցադրումը նաև այդ տրամաբանությամբ էր ուրեմն հնչեցվել, որ դա չի կարող հանդիսանալ ուրեմն որպես ապացույց, բայց մեր ընկալմամբ, եթե վերլուծությունը իրականացվում, պրակտիկայի եւ ամփոփումը իրականացվում եւ համապատասխան փաստաթուղթ է կազմում, ապա այդ դրա մեջ տեղ են գտնում կոնկրետ փաստեր, օրինակ, չգիտեմ, Վճռաբեկ դատարանը ինչ նմանատիպ դեպքերով այսքան որոշում է կայացրել, որից այսքանը չգիտեմ, այս ինչ հատկանիշին են համապատասխանում, այսքանը չեն կամ չգիտեմ։ Այսինքն կոնկրետ տվյալներ են պարունակում, որ օրինակ 15 որոշմամբ առաջի անգամ վարույթ է ընդունել, վերադարձել է, հետո վարույթ է ընդունել։ Դա ապացույց չի, մեր կարծիքով ապացույց է։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե խորհրդի անդամը ոչ մի հաստատուն փաստ չներկայացրեց, երևի թե դա ձեր ընկալումն էր, ամեն դեպքում ձեր հաջորդ հարց։ Շատ ես ընդհանրական ասեցի, թե ոնց կարող է փաստաթղթի արդյունքում կազմված վերլուծությունը ձեր կարծիքով ապացույց հանդիսանալ, ես պատասխանն ստացա։ Եվ վերջո վերջին հարցը։ Դուք այդ վերլուծությամբ ցանկանում եք որպեսզի ցույց տալ, որ այն փաստը հաստատել կամ ներկայացված փաստը հերքել, որ դուք շարժվել եք այդ պահի դրությամբ օրենքով նախատեսված ընթացակարգով եւ շեղում չի եղել։ Եթե նույնիսկ շեղում եղել է, ապա դա օրինաչափ շեղում է եղել։ Ոչ իրավաչափ, այլ օրինաչափ շեղում է, որտեղ չեն կարող ասել իրավաչափ, որտեղ ունենք եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտում։ Այդ օրինաչափություն է եղել այդ շեղումը։ Դուք այդ եք ուզում ապացուցել։ Նախ համաձայն չեմ այն դիրքորոշման հետ, որ քանի որ խախտում արձանագրվել է, ուրեմն չի կարող օրինաչափ լինել, որովհետև եվրոպական դատարանը իր որոշման մեջ հստակ նշել է, թե ինչու է այդ խախտումը օրինաչափ չէ, իրավաչափ, իրավաչափ լինել, որովհետև հստակ նշել է, թե ինչու է նման խախտում արձանագրվում։ Մենք այդ միջնորդության մեջ հստակ նշել ենք, թե ինչու ենք ցանկանում, ինչու է կարևոր սույնարցի լուծման համար այդ վերլուծությունը, այդ պրակտիկայի ամփոփումը եւ կարող եմ կրկնել Եվրոպական դատարանը խախտում արձանագրելիս կարևորել է այն հանգամանքը, որ օրենսդրության ոչ հստակության պայմաններում կարևորվում է, թե որն է եղել Վճռաբեկ դատարանի մինչև հոկտեմբերի 1-ի, եթե չեմ սխալվում, որոշում կայացնելը սովորական գործելակերպը, գործելավոճը, այսինքն նմանատիպ դեպքերում, նմանատիպ դեպքերը նախկինում եղել են, թե չեն եղել։ Սա անկյունակարային հանգամանք է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրել է իր որոշման հիմքում խախտում արձանագրելիս։ Հետևաբար կարծում ենք, որ սույն գործի նաև քննության համար, սույն հարցի քննության համար դա անկյունակարային նշանակություն ունի։ Այսքան։ Շատ լավ, շնորհակալություն։ Վերջ, դուք ունեք հարց, խնդրեմ։ Պարոն Անտոնյան, պարոն Ամիրխանյան, կարող եք ասել, իսկ մինչ այս պահը ձեր կողմից համանման ուսումնասիրություն կատարվել է, վերհանվել են այդպիսի որոշումներ։
Հարգելի խորհուրդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկի դատարանի վարույթ ընդունելու եւ վերադարձնելու որոշումները դրանք ըստ էության այն էլ 20 տարվա գրեթե 20 տարվա վաղեմությամբ անհնարին է գտնել ուրեմն հանրամատչելի աղբյուրներում մենք փորձ կատարել ենք իհարկե գտնել, բայց որևէ բան չենք բոլորը որոշում չենք գտել, այնպես չի որ որոշները գտել ենք, որոնք ուրեմն մեր դեպքերին չեն համապատասխանել։ Իսկ որոշումները նավոր չի գտնել, որտեղ դրանք չեն հրապարակել։ Շատ լավ, այդ հարցի ձեր կողմից տրված պատասխանին մի փոքր եթե կարելի է արձագանքեմ, էլի պարոն Ամիրխանյան, ասում եք հանրամատչելի որևէ աղբյուրներից չենք կարողացել գտնել որ ուսումնասիրել, ստացվում է համենայն դեպս ինչպես դուք եք այլ իրավիճակներում ձեր անձնական ընկալումն ունենում, այս պարագայում իմ ընկալումն այնպեսին է, որ դուք ուզեցել եք, բայց չեք կարողացել գտնել։ Բայց փաստ ունենք, որ ձեզ դեպարտամենտ առաջարկել է տրամադրել։ Սա ընդամենը այդ մասով արձագանք։ Այլ հարցեր կարծեք թե չկան։ Ուղղակի ուզում եմ այս պահին արձանագրենք, այս հարցի քննարկումը ինչի է նորից տեղի ունենում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ արդեն իսկ որոշակիորեն նման օրինակ հարց քննարկվել է նախորդ դատական նիստում, այսօր նույնպես նորից քննարկվում է, ոչ դա այդպես չէ, նախորդ նիստում քննարկման արդյունքներով համապատասխան որոշումներ ընդունվել են, հնարավորությունները տրվել են, ուղղակի քանի որ ստացել ենք նոր միջնորդություն, այս քննարկումը իրականացվում էր նրա համար, որպեսզի հասկանանք, թե խնդիրը ինչու՞մն է կայանում, ինչու ինչ-որ բան չի ստացվել կամ ստացվել է կամ թե չի ստացվել ընդհանրապես։ Սա գիտություն նաև հանրային ընկալման տեսանկյունից։ Հարգելի խորհուրդ, ներողություն եմ խնդրում, որ ֆիսկալ տպավորություն չստեղծվի իմ պատասխանից, ցանկանամ դա ավելի բարձրացնել, երբ որ խոսքը գնում է այն մասին, որ ցանկանում էինք գտնել համապատասխան որոշումներ, դա դեռ մինչև բարձրագույն դատական խորհրդի կողմից նման վերլուծություն, նման ուսումնասիրություն կատարելն էր եւ ուրեմն իր որոշման մեջ նման արձանագրում կատարելն էր։ Եվ շատ լավ իմանալով, որ միևնույն է չեն գտնում, ամեն դեպքում փորձարվել է եւ դա չի նշանակում, որ օրինակ հետագայում, երբ որ բարձրագույն դատական խորհուրդը այդ ուսումնասիրությունը արվել է, եւ մենք իրավունք չունենք պահանջենք, որպեսզի այդ ուսումնասիրության արդյունքները տալ եւ զորոյից պետք է մենք ինչ որ ուսումնասիրություն անենք եւ իրականացնենք պետական մարմնի, այն դատական մեր դեպարտամենտի գործառույթներ եւ բոլոր որոշումները այդ տարիների ուրեմն ուսումնասիրել եւ վերհանել դատական ամփոփել դատական պրակտիկա։ Շատ լավ, շնորհակալություն։ Ամեն դեպքում պատվիրակելու իրավունք էլ չունեք, դա այլ ընթացակարգերով հարցը դրանում չի։ Ամեն դեպքում ես ուզում եի արձանագրել, որ քանի որ դուք ասում եք, որ մենք փորձել ենք, բայց չի ստացվել, ամեն դեպքում արձանագրենք, որ առնվազն վերջերս ձեզ այդ հնարավորությունը տրվել է ծանոթանալ այդ փաթեթներին, փաստաթղթերին, թե հիմա հետո ծանոթանալու արդյունքում ինչ կանեք, ինչ չէ կանի, դա հարցի մյուս կողմն է։ Նաև նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացված դիրքորոշման վերաբերյալ զուտ ընդամենը սույն միջնորդության այս հարցի քննարկման տեսանկյունից եթե որևէ արձագանք ունեք, կարող եք ասել ամփոփենք ու համապատասխան որոշումը կայացվի։ Արգել խորհուրդ միանգամայն համաձայն չեմ այն ինձ մոտ եթե սխալ տպավորություն ստեղծվեց, ապա խնդրեմ ուղղել։ Իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ըստ էության սույն հարցի քննարկումը այսօր այդ խորհուրդը իրականացնելու է միեդի կանխորոշված շրջանակներում, հա։ Այսինքն եթե այդպես է, ապա ամենևին, այսինքն համաձայն չենք, համացանոց տնդում արվեց, որ այդ հարցին չի անդրադարձել միեդը խախտում արձանագրելից այս գործով ընդամենը անդրադարձել է ուրեմն խորհրդի նախագահի անաչառության հարցին եւ հետեւաբար նմանատիպ հարցեր չպետք է քննության արկադարձվեն։ Իսկ եթե այն կանխավարկածով առաջնորդվենք, ստացվում է այս վերաբացման արդյունքում միայն այդ հարցը պետք է հիմա քննարկման արկադարձնենք, բայց մեր կարծիքով ընդհակառակը այդ հարցը ընդհանրապես չպետք է այլևս քննարկման արկադարձվի եւ գործը ըստ էության պետք է քննության արկադարձվի։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ։ Հիմա վերջին ամփոփիչ հարցը ու ձեզ կխնդրեմ ամփոփել մեկ լավ առավելագույնը երկու նախադասությամբ։ Հիմա ինչ եք ուզում։ Հարգելի խորհուրդ, մենք ուզում ենք, որպեսզի խորհուրդը պահանջի եւ ստանա դատական դեպարտամենտից
միջնորդությամբ նշված, բարձրագույն դատական խորհրդի վերացված որոշման մեջ նշված դատական պրակտիկայի վերլուծության եւ ամփոփման արդյունքները։ Եվ այն որոշումները, թե այն որոշումները էլ չի։ Հարգելի խորհուրդ, եթե դա լինի, այսինքն եթե բավարարի մեր միջնորդությունը ստանանք այդ ամփոփումը, կարող է այդ որոշումների անհրաժեշտությունը այլևս չունի, դրա համար պահանջում ենք միայն այդ դերևս։ Եթե չբավարարվի, այն որոշումները այնուամենայնիվ ձեզ անհրաժեշտ են լինելու, որը նախորդիվ ուզել եք ու ձեզ կարող է անհրաժեշտ չլինի։ Հա, կա հնարավոր է նաև անհրաժեշտ է չլինի։ Շատ լավ, շնորհակալություն, Շրջան։ 2006-2007 թվականների պրակտիկայի ամփոփման հիման վրա ստեղծված վերլուծությունը, կազմված վերլուծություն, թե հիմա կարող անուն ուրիշ բան լինի վերջ։ Ու ամեն կարիք այնտեղ արդեն իսկ կատարել վերլուծությունը մինչև ապրիլն արվել, թե ապրիլից հետո էլ արվել, իսկ այն ինչ որ արվել է, մենք չենք ցանկանում դեռ որ դեռևս չենք ցանկանում, որ ինչ որ նոր գործողություն դեպարտամենտը անի։ Մեր ընկալմամբ արդեն իսկ արվել է, խնդրում ենք այդ փաստաթղթերը մեզ ներկայացնել։ Շատ լավ, գործի նյութերին էլ դուք ծանոթացել եք, չէ՞, այդ մասն էլ ֆիքս ենք։ Կարգապահական գործի նյութերին ծանոթացել ենք, այդտեղ որևէ նյութ չի գտնվել։ Համապատասխան նյութ չի գտնվել դատական պրակտիկայի ամփոփման վերաբերյալ։ Շատ լավ, շնորհակալություն։ Հաշվի առնելով, որ մոտավորապես մի ժամ այդ հարցն ենք քննարկում եւ անհրաժեշտություն կա խորհրդակցական սենյակում այս հարցի վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնելու, կարճ կմտնենք խորհրդակցական սենյակ համապատասխան որոշումը կայացնելու մոտավորապես 15-20 րոպե, իհարկե ձեզ նաև մի քանի րոպե շուտ կասենք, պատրաստվեք ու մենք կմոտենանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ըստ դատականից շարունակվում է ընդհատման պահից, դատարանն արձանագրում է, որ խորհրդի դատանի կազմի փոփոխություն առկա չէ, նաև մինչև խորհրդակցական սենյակ հեռանալ որոշում կայացնելու համար մասնակիցները, ովքեր ներկա են, այս պահին նույնպես ներկա են։ Խորհուրդը արձանագրում է, որ ներկայացվել էր միջնորդություն ապացույց պահանջելու վերաբերյալ մասնավորապես դատական դեպարտամենտից պահանջել եւ ստանել վճռաբեկ դատան 2007 թվականների որոշումների վերաբերյալ իրականացված դատական պրակտիկայի ամփոփման նյութերը քննության առնելով ներկայացված միջնորդությունը լսելով կողմերին խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել դատական դեպարտամենտից պահանջել եւ արկայության դեպքում ստանալ վճռաբեկ դատարանի 2006 եւ 2007 թվականների որոշումների վերաբերյալ դատական պրակտիկայի ամփոփման նյութեր։ Որոշումը սահմանված ընթացակարգերով սահմանված կարգով կուղարկվի եւ կողմերին, մասնակիցներին, նաեւ բարձ արդեն կներկայացվի կտրամադրվի դատական դեպարտամենտին հետագա ընթացքը լուծելու համար։ Իհարկե, պարոն Ամիրխանյան, արդեն որոշումը կայացված է արկայության դեպքում, հիմա դե կբարձվի, եթե արկա լինի, բարձա կտրամադրվի, եթե արկա չլինի, բարձա կպատասխանեն, որ արկա չի։ Այնուամենայնիվ այն մասով, որը որ դուք փաստաթղթեր եք ուզել, որոշումներն եք ուզել, մասնավորապես հետևյալ ձևով, այն որոշումները, որը որ եթե փոփոխված է, կարող արձագանքեք, մասնավորապես այն դեպքերով որոշումներն եք ուզեցել ծանոթանալ եւ ստանալ, որով որ վճռաբեկ բողոքները վերադարձվել են մատնանշումով վճռաբեկ դատանը, ճակերտներում վճռաբեկ դատանը նպատակահարմար չի համարում սահմանել ժամկետ թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոք կրկին ներկայացնելու համար, ճակերտները փակված, որից հետո հետագայում կրկին ներկայացնելու դեպքում դրանք ընդունվել են վարույթ։ Դուք այս որոշումներն եք ուզում սրանց եք ուզեցել ծանոթանալ։ Հիմա այնուամենայնիվ դե իհարկե որոշումը կայացվեց, այնուամենայնիվ դուք պնդում եք, որ այս որոշման արդյունքներով ստացված տվյալների արդյունքում միայն կարող եք պնդել, որ այս փաստաթղթերը դեռևս ձեզ անհրաժեշտ են, թե անհրաժեշտ չեն, որովհետև մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը դուք նման դիրքորոշում եք հայտնել։ Եթե այնուամենայնիվ դրանք անհրաժեշտ են, արդեն դրանց հետ կապված պատասխանը ստացել եք, իսկ եթե այլ հարցեր կան, քննարկենք այս բանը, որպեսզի նաև ժամանակը խնայենք եւ ավելի ճիշտ օգտագործենք։ Խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, մենք
ընդունում ենք, որ այդ հարցին կանդրադառնանք մենակ այն բանից հետո, երբ որ ստանանք համապատասխան պրակտիկայի ամփոփման նյութերը, միգուցե դրա անհրաժեշտություն այլևս որոշում, այսինքն դրա բովանդակությունը այնքանով մեծ բավարարի, որ անհրաժեշտություն չլինի նաև որոշումները ստանալու եւ ուրեմն դրանք ուսումնասիրելու։ Այդ բարձը այդ ասել եք, իսկ բացակայության դեպքում ինչ են անելու, այնուամենայնիվ դրանք անհրաժեշտ են լինելու։ Հարգելի խորհուրդ, նման նյութերի բացակայության դեպքում մենք այլ միջնորդություն կներկայացնենք։ Ինչ միջնորդություն։ Օրինակ, համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, վերլուծել դատական պրակտիկան եւ ներկայացնել դրա արդյունքները։ Շատ լավ։ Այնուամենայնիվ հիշենք, որ հիմա այդ միջնորդությունը ներկայացնում եք քննարկենք, թե արդյունքները ստանանք այնուամենայնիվ հիշենք, որ ձեր դիմումի հիման վրա ձեր պահանջված փաստաթղթերը ուսումնասիրելու եւ դրանցից ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու հնարավորությունը ձեզ նախորդ դատական լիստից սկսված արդեն տրված է եղել եւ այս պահին էլ զրկված չեք այդ փաստաթղթերին ծանոթանալու եւ ձեզ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու։ Սա ուղղակի ձեզ հիշեցում։ Անկախ այս որոշման արդյունքներով թե ինչ փաստաթղթեր կստացվեն Շատ լավ, որովհետեւ մենք էլ չգիտենք թե ինչ փաստաթղթեր կստացվեն։ Ամեն դեպքում ձեզ հիշեցում, որ դուք այս պահից սկսած էլ զրկված չեք այն բոլոր փաստաթղթերը, որը որ ձեզ արդեն նախապես ասվել է, որ գտնվում է դատական դեպարտամենտում, ծանոթանալ ամբողջին եւ ձեզ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, գուցե ամբողջն է ձեզ անհրաժեշտ, որը որ կա կամ դրանցից 5-ը, 10-ը կամ 20-ը, թիվը ես չեմ կարող ասել, որը որ անհրաժեշտ կլինի, դուք զրկված չեք դրանք ստանալու ձեր իրավունքից։ Շատ լավ, հարգելի խորհուրդ, պարզապես ցանկանում եմ նշել, որ մեր դիմումի առարկան ամենևին այն չէր, ինչ որ պատասխան ստացել ենք։ Այսինքն, չնայած ես դա իմ խոսքում արդեն նշեցի, որ մենք դիմումի առարկաներ կոնկրետ որոշումներ, այսինքն այն որոշումները ստանալը, որոնցով մեկ անգամ վճռաբեկ դատարանը վերադարձել է, դրանից հետո վարույթ է ընդունել։ Իսկ պատասխան գրության բովանդակություն այլ է, ասում է բոլոր որոշումները մեր մոտ են, եկեք գտեք, ծանոթացեք, պատճենահանեք եւ այլ։ Շատ լավ, իսկ հնարավոր համարում եք, որ ձեզ օրինակ 5 որոշում տրամադրվի ու դուք գտնեք, որ 5 չէր, 6 էր կամ 4 էր։ Էլի անդրադառնում ենք քիչ առաջ քննարկումներին մեր։ Ակին խորհրդի թե 5-ը տրամադրի կարող մեր համար այդ 5-ը լրիվ բավարար լինի մեր։ Դե դուք ամեն ինչը կարողով եք ասում, պարոն Ամիրխանյան, ամեն ինչը պայմանով եք ասում։ Դատավարությունն է, մի փոքր պետքա հստակ լինի, ձեզ ինչ փաստաթուղթ է պետք։ Ու ինչ ձևով է պետք ձեզ դա տրամադրել։ Հիմա մի մասով ըստ էության այդ հարցը լուծեցինք, կհասկանանք հիմա կա պրակտիկայի ամփոփման նյութեր, թե չէ։ Բայց հիմա ասում եք մենք էս ենք ուզում կամ այն ենք ուզում, այսինքն հիմա դուք ինչ եք ուզում, անեք խորհուրդ այդ ամբողջ փաստաթղթերը վերցնի, նայի մեջից թե ենթադրաբար ձեզ ինչն է անհրաժեշտ ու հանի ներկայացնի տա ձեզ, այդպես եք մտածում կամ ինչ ձև եք պատկերացնում, հետաքրքիր է։ Հարգելի խորհուրդ, այսինքն խոսքը գնում է ոչ թե այս արդեն իսկ բավարարված միջնորդության։ Դե բավարարվածի մասին մենք կարող ենք այլևս բան քննարկել։ Չէ, պետք է իմանալ, թե հետագան փորձառու փաստաբան եք, որոշումը կայացված է, մենք կարանք որոշումը քննարկման առարկա դարձնել։ Հարցադրումը Չէ, չեն կարող ճշգրտել հարցադրման ուղղվածությունը։ Հարգելի խորհուրդ, հետագայում թե ինչ անհրաժեշտություն կլինի, ինչ միջնորդություն ներկայացնելու կախված է բավարարված միջնորդության արդյունքներից։ Միգուցե այդ նյութերը վերջ-վերջում ներկայացվում են խորհրդին, բնականաբար մենք էլ դրան ծանոթանում ենք եւ այլևս այլ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն չի լինում, ոչ թե որոշումներ ստանալու անհրաժեշտություն լինում, որովհետեւ օրինակ վերլուծության մեջ գրած է, որ կան այսինչ գործեր, այսինչ քանակի գործեր, որոնցով վերադարձվել է սկզբից ժամկետ չի տրամադրվել, հետագայում հետագայում ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել։ Ու մեր իրավունքի պատշաճ պաշտպանության համար դա լրիվ բավարար լինի։ Շատ լավ, շնորհակալություն։ Պայմանական վերցնենք, եթե չլինի, մենք պետք է անենք այդ վերլուծությունը։ Ոչ, դեպարտամենտը։ Մի քիչ առաջ դուք եք ասում, որ դուք չեք կարող պատվիրակել դեպարտամենտին, որ նման ուսումնասիրություն անի։
Իհարկե, մենք պահանջելու ենք խորհրդին, այսինքն միջնորդություն են հասկանալի, ամեն դեպքում շատ լավ, շնորհակալություն, հասկանալի, ամեն դեպքում դուք հիշեք, որ ձեզ այդ հնարավորությունը տրված է, ընդ որում նախորդ նիստում մենք, այո, դուք ճիշտ եք, մենք քննարկել ենք, թե ինչի համար է նաև ձեզ դա անհրաժեշտ, մենք այսօր էլ փոքր այդ մասով քննարկում ունեցանք, մենք քննարկել ենք ու որոշում ենք կայացրել ձեզ այդ հնարավորություն տալու։ Նորից եմ ասում, այս պահի դրությամբ, այ հենց այս պահից սկսած, երբ որ հիմա դե պարզաքննությունը կհետաձգվի արդեն այս պատճառաբանության որոշման կատարումն ապահովելու պատճառաբանությամբ, կհետաձգվի քննությունը եւ դուք քննությունը հետաձգվելուց հետո անմիջապես հենց այդ պահից սկսած իրավունք ունեք այդ փաստաթղթերին ծանոթանալու, իհարկե դուք որոշեք։ Ինչպես որ ներողություն արգիր խոտ որ փաստաթղթերին։ Այն ինչ որ ձեզ արդեն ծանոթությամբ հայտնվել է, որ դրանք գտնվում են դատական դեպարտամենտում։ Ամեն դեպքում իմացեք, որ դրա հնարավորությունն ունեք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ինչ-որ բան եք ուզում ասել, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, քանի որ ապացույց պահանջելու մասին որոշում կայացրած միջնորդություն ունենք, միջնորդում ենք, որպեսզի որոշման արդյունքները, որոնք կտրամադրվեն կողմին, տրամադրվեն նաև մեզ, որպեսզի մինչև հաջորդ նիստը կարողանանք ուսումնասիրել, դիրքորոշում ձևավորել, որ արդյունավետ ծախսենք ժամանակը, նաև մենք էլ պատրաստ լինենք տեղում դիրքորոշում ներկայացնելու, հավելյալ ժամանակ չծախսվի դրա վրա։ Այդ անպայման հենց այդ ձևով էլ արվելու էր անկախ ձեր դիտարկումից միանշանակ այն ինչ որ որոշման կատարման արդյունքներով խորհուրդը կստանա, անպայման կուղարկի միանգամից կողմերին միջև դատական նիստը, որպեսզի ծանոթ լինեն։ Այս փուլում այլ հարցեր ունենք, քննարկելու կամ այլ միջնորդություններ ունենք, որոնք որ գտնում եք, որ ժամանակի առումով, խնայության առումով անհրաժեշտ է այս բան քննարկման առարկա դարձնել։ Դուք ունեք կողմից արկա չեն հարգել։ Շատ լավ, դուք չունենք։ Շատ լավ։ Արդեն հայտարարված պատճառաբանության մասնավորապես համապատասխան որոշման կատարումն ապահովելու նկատառումներից ելնելով խորհուրդը որոշում է քննությունը հետաձգել հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին համարվում է պատշաճ ցանուցված նշանակված դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին եւ հաջորդ նիստի կապակցությամբ ձեզ դատական ցանուցագիր չի ուղարկվի։ Նշեք նորից ձեզ մոտ 2025 թվական հոկտեմբերի 27 ժամը 11:00-ին նույն վայրում դատական նիստը հայտարարվում է փակված։